2025 թվականի մայիսի 9-ին լրացել է Շուշիի ազատագրման 33-ամյակը, սակայն վերջին 5 տարում Շուշին գերության մեջ է։ Պատերազմից հետո պաշտոնական Բաքվի հրետորաբանությունը Շուշի եւ առհասարակ Արցախ աշխարհի վերաբերյալ արմատական փոփոխություններ կրեց։ Փորձենք հասկանալ, ինչպես է հատկանշել այսօր ադրբեջանական մամուլը, ինչ գլխագրերով եւ ինչ բնորոշումներով։ Առհասարակ Ադրբեջանում այդ օրվա հետ կապված կա երկու նարատիվ, որոնք մեծամասամբ առաջ են եկել Ալիևյան իշխանության թեթև ձեռքով։ Ադրբեջանցիներից ոմանք կարծում են, թե պարտվել են ոչ թե հայկական բանակին, այլ ռուսական զինված խմբավորումներին։ Մյուս մասը Շուշիի ազատագրումը հայերի կողմից անվանում է վաճառք, դավաճան ադրբեջանցիների կողմից։ Դեռևս 2019 թվականին Իլհամ Ալիևը ելույթներից մեկում նշել է, այդ օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարը մաթեմատիկայի ուսուցիչ էր, անգրագետ, դեմագոգ, փողոցային։ Ինչի շարժան բան է արել նա, ոչինչ, բացի նրանից, որ Շուշին վաճառել է հայերին։ Պատերազմից 5 տարի անց ադրբեջանական մամուլում այս թեմայով հրապարակված նյութերում խոսույթն այլ էր։ Դրանք ընդգծվում են Յենի Դովրուն Մուբարեք ազատ Շուշա, շնորհավոր նոր դարաշրջանդ Շուշի վերտառությամբ։ Ադրբեջանի պետական Ազերթաչ հեռուստաալիքում ռեպորտաժ են պատրաստել, ներկայացրել պատերազմից կադրեր, ապա նշել. 28 տարի շարունակ մենք այսօրը նշել ենք որպես Ադրբեջանի պատմության մեջ սև տառերով գրված օր։ 28 տարի ապրեցինք կարոտով, իսկ այսօր այնտեղ վերջապես մուղամ լսելու եւ թեյ խմելու հնարավորություն ունենք։ Ռեպորտաժում Ֆերհադ Ջաբարով անունով պատմաբանը նշել է, թե Շուշիի կորուստը ադրբեջանցիների համար ճակատագրական էր։ Տրենդազ լրատվականում նախընտրել են այսօր հիշել Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Ռեպորտաժում նշել են, թե Սերժ Սարգսյանը Շուշիի Հարսանիք լեռներում օպերացիայի կարկառուն ներկայացուցիչներից էր, իսկ եթե նա դրսից բավարար օգնություն չունենար, չէր կարող իրականացնել դա։ Բաքու TV լրատվականը զրուցել է Շուշիում բնակություն հաստատող ադրբեջանցիների հետ։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, բնակիչները նշել են, թե վերադարձը նման է վերածննդի։ Նրանցից մեկը յասամանները ձեռքին պատմել է, թե մի կերպ է ապրել Բաքվում, հիմա սպասում է Շուշի մտնելուն։ Ախարազն էլ հաղորդել է, թե Շուշիում բնակելի շենքերի կառուցման համար մրցույթներ են հայտարարված, սպասում են դիմումների։ Թե ում համար են կառուցվում այդ շենքերը, օրը մեջ Շուշի այցելող գրպանային դիվանագետների, նամազ անողների, թե մուղամ լսողների համար հայտնի չէ, բայց փաստ է, որ Շուշի այսպես կոչված հավաքական վերադարձ չի եղել։ Մոդեռնազ լրատվական կայքը պատմական էքսկուրսիա անցկացրել մեզ համար։ Մանրամասնորեն նշել է Արցախյան պատերազմի ականավոր դեմքերից կոմանդոսին, Վալերի Չիչյանին, Սեյրան Օհանյանին, Վազգեն Սարգսյանին եւ այլոց։ Նրանցից կենսագրական տվյալներ ներկայացրել, պատմել Հարսանիք լեռներում օպերացիայի մասին։ Վերջում իհարկե նշել են 20 թվականին ադրբեջանական բանակը վերահսկողություն հաստատեց Շուշիի նկատմամբ։ Ոլքե Ասկայքն գրում է 1992 թվականի մայիսի 8-ը Ադրբեջանի պատմության ողբերգական էջերից մեկն է։ Ռազմական փորձագետ Ուզեյր Ջաֆարովը այստեղ կրկնում է Ալիևյան թեզերը Շուշին վաճառելու մասին եւ ասում, թե այդ օրերի վերաբերյալ չպարզաբանված հարցեր կան։ Իր հերթին ռազմական փորձագետ Ադալետ Վերդիևը նշում է, թե Շուշիի ազատագրումը իբրև թե պայմանավորված էր Ադրբեջանում ռազմաքաղաքական բավականին թույլ իշխանությամբ, ժողովրդական ճակատի եւ մուսավատ կուսակցության միջև իշխանության համար պայքարով, իսկ մյուս կողմից Ռուսաստանի եւ Իրանի ուժեղ ազդեցությամբ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա։ Այսպիսով 33 տարի անց էլ Շուշիի ազատագրումը եւ դրա խորհրդանշական նշանակությունը շարունակում է մնալ ազգային ինքնության եւ պատմական արդարության առանցքում Հայաստանի համար, մինչդեռ Ադրբեջանը պատերազմում վերահաստատած վերահսկողությունից հետո ձգտում է վերաշարադրել այդ պատմությունը, ներկայացնելով Շուշին բացառապես չակերտավոր ազատագրված ադրբեջանական տարածք։ Այսօր 2025-ին կողմերի տեղեկատվական եւ քաղաքական դիրքավորումները ավելի քան երբևէ բացահայտում են պատմական հիշողության բախումը, որը շարունակվում է ոչ միայն սահմանագծին, այլև մամուլում եւ միջազգային հարթակներում։